Եվ պարոնայք, երեկոյի հաղորդավարներ Գարիկ Պապոյան և Ռոբերտ Մարտիրոսյան։ Բարի երեկո բոլորին, կասկածելի երեկոն է եթերում այս անգամ անկասկած գժական հյուրերով։ Կարոտել էինք մենք իրար սա 4-րդ սեզոնի 2-րդ հաղորդումն է արդեն, բայց առաջինը ոնց որ կարոտ այդքան չենք առել իրարից, հիմա այս երկրորդում էլ դեռ այս ոգևորությունը շարունակվում է, խոսքս կապուտաչա այս գեղեցիկ երիտասարդի մասին է։ Գեղեցիկ մի քիչ իհարկե։ Երիտասարդն է ոնց որ էլի այդքան չէ։ Երիտասարդն է։ Ոչինչ ճիշտ չէր իմ ասացի մեջ, ամեն դեպքում նույնիսկ կարոտը սենց ասում չեմ էլ զգում։ Ռոբերտո ջան, խնդրում ներկայացրու հյուրերիդ, այնուհետև ես կներկայացնեմ իմ ներկայացնելու կարիք չունեցող հյուրերին։ Ուրեմն ներկայացնում եմ իմ հյուրերին։ Երաժիշտ, երեմետ հավաքի քեզ։ Երաժիշտ։ Մերսող։ Մերսո։ Այո, իհարկե, մերսո, կոմաս ինչի։ Բայց ինչ է մերսում։ Մերսում է։ Շնորհակալություն եմ ասում շուտ։ Այո, երաժիշտ եւ մերսող եւ 28 միլիարդ մասնակիցներից հատնտիր ընտրված մասնակիցներից լավագույններից մեկը Անդրանիկ Քոչարյան։ Իմ մյուս մասնակիցը Ինչ երկար կներկայացնես։ Ես երկար չի լինի ներկայացնել, որովհետև քո արժանիքները Պրոստը անուն ազգանուն։ Այո, քո անուն է հերիք է։ Իսկ կողմից եմ։ Իմ կողմից ես։ Ռաֆայել Երանոսյան։ Լեգենդար կարգում եմ։ Այո։ Ռաֆո։ Ալարի մի քիչ։ Ներքևը ասֆալտապատին հորարի բայց։ Կարիք ջան ներկայացրու քո հատ ընտիր հյուրերին։ Այո, առաջինը ես կներկայացնեմ իմ այն հյուրին, ով ներկայացնելու կարիք ունի, որովհետև նա, այո, էլի 31 միլիարդ հոգանոց կաստինգից է անցել։ Իսպանալեզու մարկետոլոգ Լիլիթ Աթայան, ձեր ծափարությունները, մարդ ով էստեղ մեծ սպասումներով եկավ և 10 վարկյանի ընթացքում արդեն հիասթափվեց, այ հիմա, այն որ անդադար ասում են, դե նա ներկայացնելու կարիք չունի, հիմնականում հնչող նախադասություն ուզեմ ասել, այն մարդիկ են ասում, ովքեր որ պարզապես չեն կարողանում ձևակերպել ճիշտ և շարադրել մտքերը, որպեսզի ներկայացնեն, բայց սա եզակի դեպքն է, որ ներկայացման կարիք չունի։ Մեծություն, բայց ոչ թե PR-ված մեծություն, այլ իրոք վաստակած, տաղանդավոր, հպարտ եմ, որ նրա ժամանակակիցն եմ Ավետ Վարսելյան։ Անդո, ավետին գզում էր։ Կզգար։ Վերջերս ոնց որ շատ են հարցում, քեզ էլ կարող է հարցացրենք, այսինքն քեզ չեն հարցում, դու ես ինչ շատ հարցում, թե ոնց լիցքավորեմ հեռախոսս, դու ինձ ասում ես Ռոբերտ, թեկուզ դու, այո, ես էլ այն ժամանակ ասում ենք, դե գնա մի տեղից ոնց որ լիցքավորեմ, բայց հիմա այդպես չի, եթե դու Viva-ի բաժանորդ ես, շատ ավելի արագ տարբերական է։ Միանգամից քո հեռախոսի մեջից, քանի որ ունես My Viva հավելվածը, իսկ եթե չունես App Store-ից եւ Google Store-ից կարող եմ անցնել, ես մի անգամից առաջ եւ ասեմ ունեմ My Viva-ն եւ կցված է իմ քարտը My Viva-ին։ Հենց որ պարզապես բացում ես My Viva-ն, գրանցում ես, գրում ես անուն-ազգանունը պիտի որ ունենաս, այնուհետև հեռախոսը Այ ջահել։ Ես այդ ամենը արել եմ, կարող ես նույնիսկ քարտալ։ Մի վարկ արել ես այդ ամենը։ My Viva-ն ես ներբեռնել եմ, քարտս գցել եմ եւ վճարում եմ իմ քրոջս, մայրիկիս եւ տատիկիս համար։ Դու ինձ եղբայր չես։ Չէ, եղբայր ջախպեր։ Բոլորի համար վճարում եմ։ Իսկ ավտոմատացված վճարում դրել ես, որ դու էլ չվճարես, էդ էլ քո տեղը արվի։ Ես AutoPay համակարգով ես նշել եմ եւ անում եմ մի կարթա Viva-ի այդ հիանալի տեքստը։ Տեսեք, ըստ իս պետք է բաժանորդների համար մի քիչ ավելի մաչելի ասեք։ Բայց դու Viva-ի բաժանորդ չես, չէ՞, ձենդ կտրի։ Հորս արի Viva-ի բաժանորդ։ Ուրեմն խոսա։ Նայ, Viva-ի բաժանորդներին պետքա մաչելի ասես, որովհետև բաժանորդների մեջ բոլորը չեն որ հասկանում են քո ճարտարը լեզուն։
կրծքիճուստի նասիվտի որ տրիստից չեն ասում։ Երթում դες բաները ասել եմ։ Ես դե ցել լսում քեզ։ Լինելով գյուղի բնակիչ ես քեզ դեն ցել լսում։ Հիմա մեր գյուղացիք չգիտեն ոնց լիսկավոր են։ Դու բացատրի։ Ժողովուրդ ջան, մտնում եք ուր, Գարիկ ջան, ասա։ Մայ վիվա բացում եք։ Մայ վիվա, մտնում եք մայ վիվա, տենտիկը վուդկա է միա։ Մտնում եք։ Քարտը առնում եք, Կարտա առնում եք, ու սպասում եք մի հատ մարդ է, գալի ասում եք, որ խնդրեմ մի հատ լիսկավոր եք։ Մաչելի բացատրեք։ Ծանոթացեմ առաջին փուլի կանոններին, առաջին փուլի ամենակարևոր պայմանը, որ լսում ենք լռությամբ։ Իսկ երկրորդ պայմանն է մասնակիցները իրենց առջև դրված թերթիկից կարդում են պատմություն։ Թերթիկի վրա կարող է լինել պատմություն, որը իրոք նրանց հետ պատահել է, կամ պատմություն, որը նրանց հետ կապ չունի եւ մասնակիցներն այն կարդում են առաջին անգամ։ Անկախ ամեն ինչից մասնակիցը պետք է ներկայացնի իբրև իրականություն, իսկ մրցակից թիմը, այս դեպքում Ռոբենք, պիտի հարցերի միջոցով պարզեն այդ պատմությունը պատահել է մեզ հետ, թե չի պատահել իրական է, թե հորինված։ Յուրաքանչյուր ճիշտ պատասխանի համար վաստակում ենք 1 միավոր, սխալ պատասխանի համար ոչինչ չենք վաստակում։ Ես հայրիկիս համար նոր ընկերուհի եմ փնտրում, որպեսզի ամուսնացնեմ։ Թող մի կպի իմ դրա։ Որտե լավ է։ Ահ, որպես։ Մենք տնով ազատ ենք։ Ես պապան իսկապես եթե ունես դու այդ հնարավորությունները, քեզ գտի ընկերուհի։ Բայց պետք է տնի մեր մոտ ավանդույթներով ապեր, պետք է պապան ամուսնանա, հետո հորքուրը նոր ես, փոքրն եմ ես տան։ Իսկ կա տենց պայման, որ ոնց որ դու ում այդ ընկերություն ես արել չի ստացվել, կարա ստաս պապային, ոնց որ iPhone-ի Պարտադիր պետք է մեր լինի։ Ինչ։ Մեր։ Համլետը ինչի է ուզում ամուսնան։ Համլետը չի ուզում, ես եմ ուզում։ Որ ինչ որ մեկին մայր ասես։ Չէ, որ Համլետը հայրիկը։ Բարձաբան եք, ով չգիտի։ ով չգիտի, օրինակ պապային ով չգիտի, ինձ թվում է պապային բոլորը գիտեն։ Պապան, ասած ասեմ, պապան Լիլիթից ճանաչված է։ Պապայի ստորիները գիտես Կանյոթյան նայում։ Պապան հերս է, ժողովուրդ։ Ասեմ պապան, Համլետը հերս է։ Համլետը հերս է, 80 տարեկան է։ Հիմա ուզում ենք ամուսնացնենք։ Պապայի մոտ սերա հասուն վիճակա։ Արավոտները։ Նկատել ես։ Դե ես արդեն պապայի հետ չեմ քնում վաղուց։ Թո ամուսնան ախպեր մարդը։ Անդո։ Աջան։ Դու չես տենում, ստե ինչա կատարում, դու։ Սուսում էլ լռենք, հա։ Ես ընկային կապիկի օրը, տեսեք խղճա։ Լավ, պապայի մի հատ տեսանկյունը ասա, ինքը համաձայն է, թե չէ, ինքը ուզում է, թե չէ։ Նայ, պապան ինքը չի ուզում իրականում։ Եթե հիմա անկեղծ ասեմ, ինքը չի ուզում իրականում, որովհետև ասում է, դե ես իմ տարիքում էլ ինչ ամուսնանալ, էլ ինչ անենք, ես չեմ կարա Միգուցե ճիշտ է ասում, չեմ կարա գնամ խնամախոս, ինչ ես խնդում, որ չեմ կարա բարբերան չի խնդացի։ Իբր դու կարաս Ես ընդհանուր իրավիճակի վրա եմ ուրախանում։ Մի հատ հարց տամ։ Կաստինգները որ չեն անցել, այ ի՞նչն է եղել, որ ոնց որ դրա պատճառով չեն անցել։ Ապեր, նայ, մեկ շաբաթ մնալուց հետո Գարիկ ջան, երբ որ մնում են մեկ շաբաթ տանը գործ են անում, տունը մաքրում են, ճաշ են պատրաստում։ Իսկ մենք նստած պապայի հետ ծառետակ որ նկարում ենք նապաստակ, այդ ընթացքում մեկը որ նապաստակ չի կարողանում նկարի, չի անցնում կաստինգին, էլի։ Ռաֆի զուգահեռ պապան էլ քո համար ման գալիս է ընկերուի։ Հիմնականում պապան ընտրում անես մարկած, որ ինքն էլ աղջիկ ունենա, ես ու պապան դառնանք ամել բաժանարներ։ Լավ, ինչ եք կարծում ես պատմություն։ Չեք հավատում։ Չենք հավատում։ Ես նույնպես չեմ հավատում, բայց սա շատ հրաշալի պատմություն է եւ ցանկություն։ Բայց եթե հանկարծ գտնես որևէ մեկին ով ցանկություն ունի ամուսնանալ, ամուսնացիր դու։ Ինքդ ամուսնացիր։ Տուն մի տար։ Լավ, Ռաֆով։ մի հատ ասա։ Լավ։ Լավ։ Չէ, մի հարցրու, ասա, լավ։ 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 Ահա, այս պատմությունը սուտ է Ռաֆ։ Այս պատմությունը Իրականում այս պատմությունը տեսեք, ես նախ իրոք ունեմ շատ հրաշալի ընտանիք, հրաշալի հայր, հայրենասեր, հողին կպած, 80 տարեկան առ այսօր աշխատում է, արարում է, այս պատմությունը իրականում սուտ է։ Որովհետև այս պատմության հետ ընդհանրապես կապ չունեք։ Շատ հրաշալի պատմություն էր։ Դե ինչ Ռոբերտ։ Մեկ միավոր, Անդրեյ մեկ միավոր տարեք։ 0 այդտեղ 0 այդտեղ 1 Ահա, ծափանում ենք ավետ տորագիր։
Այ դա ծախի։ Սա հետո ծախի, ես սրան գիտեմ։ Այո։ Շնորհակալություն։ Ես առաջարկում ամբողջ սեզոնի ընթացքում ավետի ստորագրությունը պահեմ։ Մարտի 3-ից ապրիլի 15-ը Mobile Center-ից գնիր Samsung սմարթֆոն կամ պլանշետ եւ ընտրիր 4, այո, 4 նվերներից մեկը։ Mobile Center դիսկավորիչ անլար ականջակար, անլար բարձրախոս կամ Max անլար ականջակար։ Mobile Center Samsung-ի պաշտոնական ներկրողը Հայաստանում։ Ռաֆոին ոչ մի բան։ Ռաֆոին էստեղից ոչ մի բան։ Անլարը մենակ։ Լավ, լսենք Գարիկի թիմի առաջին մասնակցի Լիլիթ ջան դուք եք։ Ես շատ երկար ժամանակ ձևացրել եմ, որ էքստրասենս եմ։ Օ, որտեղ եք ձևացրել, որ էքստրասենս եք։ Ինչ պայմաններում ու մոտ։ Տանը, հարազատներիս մոտ։ Հարազատների ոնց էր, օրինակ ինչ էիք անում։ Մյաց ուզում եմ այդ էքստրասենսական ձեր այդ կարողությունները ու գործընթացը։ Օրինակ Գարիկը պատկերացրեք ձեր տանեցին է, հայրը կամ մայրը։ Ցույց տվեք։ Մենք իրականում ոնց որ մամայի պապայի հետ եմ ձևացրել, երեխաներով էինք, քույրս, Քույրդ է Գարիկը։ մորաքրոջս, հա, տղան եւ այլ եղբայրս ու խաղ էինք խաղում, որտեղ պետքա այնց ձևացնեինք, որ գուշակում ենք, չենք գուշակում եւ այլն։ Բոլորդ։ Հա, հերթով պետքա գուշակեինք, գուշակոցներ էինք անում, աչքերը փակում էինք։ Գործնականի անցնենք գործնականի։ Գարիկը քույրդ է, անունը քույրիկի։ Լիա։ Լիա, Գարիկը Լիան է։ Ես է Նարգիզն եմ։ Այո։ Գարիկը Լիան է ու դու ձևաստում ես եւ ուզում ես ապացուցել, որ էքստրասենս ես։ Գնաց։ Այսինքն հարցեր եմ տալիս, դու պատասխանում ես, թե ասում եմ որտեղ սա ցավում, դու գիտես։ Գնաց։ Թե ապակայում ինչա լինելու իմ հետ։ Կարող է հարց մտածեիք, ես պատասխանեի ու ճիշտ լիներ, կամ աչքերը փակում էինք, ինչ որ առարկաներ էինք դնում, ես գուշակում էի։ Բայց այդ միտքը ոնց եկավ, էլի, կներեք, այսինքն օրինակ տելևիզորի պուլտը կորել էր տունը, բան տենց ուրա որոշեցիք տենց գտնեք կամ բան, ոնց այդ միտքը Անդոյի համար միշտ ամեն ինչ կորած է, միշտ մաղաք։ մոտիվացիան է հետաքրքիր, էլի, ոնց եկավ, ինչի համար։ Մոտիվացիան եղել է, երբ թե այդ ժամանակաշրջանում է եղել Արմենիա TV-ով։ Կներեք, էլի իմ մոտ պատկերը լավ չի, բայց զվուկն է լավ չի, ինչ անենք։ Ձենը լավ չի, Լիլի։ Երևի թե հենց այդ ժամանակաշրջանում Արմենիա TV-ով էքստրասենսներ հաղորդում կար ու այդտեղից տենց ոգևորված ես իրականում երբ որ իմ աչքերը կապում էին, ես տեսնում էի, ուղղակի ոչ մեկ չէր իմանում ու տենց մինչև հիմա իրենք չգիտեն։ Ձեր աչքերը փակում են, դուք տեսնում եք։ Ուրիշ, օրինակ ասել եմ կարող եք ինձ հարց տալ։ Ես այդ հարցին պատասխանել եմ պատահականության սկզբունքով կարող եք Ինչ հարց են տվել։ Ինչ հարց։ Օրինակ կարող ասեին, ասեի լավ եմ ու իրանք իրականում հարցնեին ոնց ես։ Ես ասում եմ լավ եմ, դու։ Իշ ինչա ոնց։ Չէ, շատ Շատ ուժեղ է, ահա որ Որակապես կանի արևան էքստրասենս եմ տենց համ։ Ոչ չեմ, այսինքն Լավ եմ, դու ոնց։ դու ոնց ես, էդի էքստրասենսակա չպետք է նեզբանի օրակ կարող ես գուշակել, այո, կարող ես գուշակել իմ ընկերուհու, ես իմ ինչի անունը, այդ չի գուշակել։ Այդ է գուշակը։ Հա, ես ունեմ Հա, բայց ինքը հարցը չէր բարձրաձայնում, ես ուղղակի նայում էի իր աչքերի մեջ, պատասխան էի տալիս։ Ու ուղղակի այդ դրանով սկսել է, հետո խորացել է, արդեն գուշակում էի առարկաներ եւ այլն, եւ նույնիսկ մենք էքստրասենս ենք հրավիրել, որ իմ ունակությունները ստուգի, բայց էլի չգիտեին, որ ես ստում եմ։ պատահական իմացանք։ Ուրիշ էքստրասենս եք։ տարիներով գախնիկ ես որոշեցիք բացիկ։ Ուրիշ բաներ եք խոսում։ Եկավ էքստրասենս ինչ արեց, ասեց ոնց է, ասեց լավ եմ, նա էքստրասենս է գնաց։ Արա դե իրականում ոնց ես օսի գելա, էսի գելա։ Կոնկուրենտ է, ես չեմ ձգիս։ Լավ, Ռաֆ ջան, ինչ ես մտածում։ Ես մտածում եմ Մի հատ պապայի Ռաֆին համար։ նայ, էլի, Ռաֆի Չէ, ապագա։ բայց արագ, եկեք արագ որոշենք։ Եկեք արագ որոշենք։ Ես մտածում եմ, որ այս պատմությունը ճիշտ է։ Ճիշտ է։ Անդրանիկ, Սուտա։ սուտ է։ Սուտա, սուտա։ Սուտ է, դու ճիշտ է։ Ես ուզում եմ քեզ հետ համաձայն, որ սխալ լինի, ոնց որ բարթենք մեղքը քո վրա ու հասկանանք, որ իզուր ենք այսօր քեզ կանչել։ Ես զարմանում չեք կանչել։ Լիլի ջան, մենք լսում ենք Ռաֆայել Ջաջային։ Ճիշտ է։ Մեզ թվում է այս պատմությունը Այս ճիշտ է։ պատմությունը ճիշտ է։ Որովհետև ես միշտ չեմ ճիշտ ու սուտը ես միշտ դժվար եմ տարբերակում, դրա համար գցում Որտեղ եմ։ մենք հիմա այս բանին էքստրասենսներ ենք։ Ճիշտ է, Գուշակում ենք, որ ճիշտ է։ կարծում եմ ճիշտ է։ Իսկ իրականում այս պատմությունը ճիշտ է։ Ռաֆայել։
Ավետ պաչի ձեռքս, խնդրում եմ։ Երբ պաչեմ այդ ձեռքը։ Ավետ ինչի՞ չի պաչում։ Որովհետև քրչոտ պատմություններ, այդ դժվար չեն բանանել, որ դա։ Ավետ լավ դե, ավետ դո չգա ասեք։ Գրի բան, մեզի բան, դե ուստորավի տակը։ Շնորհավոր։ Մեկ միավոր։ Իքտագիրը։ Մեր հաղորդման գործընկերն է էքստերիեր խանութների ցանցը, էքստերիեր խանութրաների ցանցում գործում են հատուկ արժեքներ եվրոպական պաստառների մեծ տեսականու համար։ Դու ասում ես ինչ պաստառներ, ինչական պաստառներ անեմ, հիշում ես։ Պաստառը թանկ էր մինչև այս պահը։ Իտալական, բելգիական եւ եվրոպական այլ երկրների պաստառներն էքստերիերում ներկայացված են հատուկ արժեքներով սկսած 500 դրամից ռավ։ Սա հիանալի հնարավորություն է նոր շունչ հաղորդելու ձեր ինտերիերին, Ռաֆայել, էքստերիերի յուրօրինակ պաստառներով։ Ընտրեք ձեր պաստառները էքստերիերից։ Էլ չասես թանկա։ Ես ուզում եմ Գարիկի համար, Գարիկիս համար ամեն անգամ երբ դու էքստերիերի ես ինֆորմացիոն տեքստին ծանոթացնես, անակնկալ ունեմ քեզ համար։ Սիրով ես մեծ։ Ամեն հաղորդաշարի ընթացքում ես եւ Գարիկը Ես ինչա՞ քո ես բարի դեմքից զգացու այդ լավ բան չի։ Չէ, լավ բան է։ Հավատա որ լավ բան է։ Համավարակի ժամանակ էքստերիերը մեր գործընկերներ տանը լայվայի ժամանակ։ Եվ ես ամեն հաղորդման համար սկրինշոթեր եմ այդ հաղորդումից վերցրել իմ մասնակցությամբ եւ էքստերիերի կոլաբորացիան։ Ոնց որ ուզում եմ ցույց տամ մտենամ գիտեք, վերհիշեք, ես սիրում եմ նոստալգիան։ Այսօրվա առաջին նկարը սա է։ Ինչ լավ օրեր էր։ Հիշում եք համավարակի տարիներին, իսկ ով կարող է, օրինակ դու հիշում ես այս Ես մատը տենց արել։ Այս մատը ցույց է տալիս, չէ, ցույց է տալիս ինքը որ խողովակի տեղ է։ Ով գուշակեց լվացարանի բրենդի անունը, ես խոսում եմ 50% զեղչով ստանում ես։ 80%։ Արա 80, հա, 80%։ Նվեր են տալիս, հա, այդ է, բացվել թե բացվել է։ Նվեր է տալի էքստերիերը։ Ասա ասեմ։ Ինչ, չէ, չես կարող։ Ակա ձեզ ասեմ։ Լավ դե երեխուն օգնի։ Ինչ։ Կոսա, հոսա, հոսաչի։ Հոսաչի։ Չէ, Հոսաչի։ Ոչ։ Դու ով գիտի։ Կայով է սկսում, կայով։ Կ A Կանչի կապույտ, կապույտ։ Ոչ։ կատոտա։ Կատալանո, մենք ունենք առաջին շարքում մարտով գուշակալու կատալանո, այո, ծափարում ենք, գիտեք ով եք, էքստերիերում աշկ։ Բա որ էքստերիերում եք աշխատում, ինչի ինձ իսեն չզանգեցիք ձեզ բաներ տեք, ես ավելի լավ կասեի, ես ինչ է, եսի գովազդեր որ արեց, տուր ինձ էլ եմ։ Եթե հենց հիմա Եկեք ընկերներ լսենք Ռոբի պատմություն։ Մի քանի օր առաջ հանգստացնող դեղամիջոց եմ կերել։ Ինչ։ Մի քանի օր առաջ հանգստացնող։ Այսինքն այնքան նյարդայնացած էր, որ չհասցրեցիր խմես, թե չհասցրեցիր կարդաս, որ դա չեն ուտում։ Չէ, եթե հենց ուզեք, արդեն ասեք պատմի։ Հանգստացնող դեղամիջոցը Մի վարքան տվեք պատմի։ գրել կան են, որ տակջուր են լցնում։ Չէ, հանգստացնող։ Մոմիկ։ Մոմիկ։ Դու տենց ես հանգստանում, Ռոբ։ Մոմիկը լա։ Չէ, մոմիկ։ Մոմիկ ես կերել։ Մոմիկ չէր ախուժան։ Դու ես դու պապացել։ բժիշկ երես եմ։ Դե տվել են արած։ Ալա պատմում եմ, էլի լավ պատմում։ Խնդրում եմ, դատ կենտրոնացեք։ Բայց ուզեմ սկսես նրանից թե ինչից էր նյարդայնացել, որ զգանք արժեր դրա համար։ Ուրեմն, չէ, ասում եմ, վատ էի քնում։ Վատ էի քնում, վիտամին խնդրում եմ։ Այս վիտամինի համերգների խիտ գրաֆիկի հետ մեկտեղ չի կարողանում քնել։ Դեպ հրաշալի է վիտամինի գրաֆիկում դու։ Սովոր չի հաջողությունների, չի կարում կնի դրանք։ Այո, կարող է նաև դա է պատճառ, այո, սովոր չէի նման էներգիա ստանալ բազմահազարանոց հանդիսատեսից։ Իրոք, կարող եք գնում եք դու չէի կարողանում քնել։ Ամեն ամերիկից դու գնում եք չէի կարողանում Գարիկ ջան քնել։ Հա, բաթե ինչ անել։ Բաթե ինչ անել։ Համամի։ Չելա Ուրեմն Վաչեն մեր Վաչեն խորհուրդ տվեց, ասեց մագնի խմի, որ կարողանաս քնել, դու էլ գիտես, որ կարողանաս գնաս հանգիստ քնես, չէ, 3-4 օր չէի քնում։ Ներկայացման ավարտից հետո գնում եմ դեղատուն, երեկոյան ժամը 11-12-ն էր։ Դեղատան աշխատակցուհուն ասում եմ ինձ խնդրում եմ մագնի տվեք, բերում աղջիկը սենց փոշե նման։
զանգված է։ Փոշել եմ մագներ, ինքը ոնց որ հաբերով չկար, դեղահաբով չունեին։ Հա։ Ասում եմ, աղջկալ ասում եմ, չէ, աղջկալ ասում եմ, ես պետք է ջրով բացեմ, չէ։ Հա։ Նորխում եմ, չէ, ջրով չի կարելի բացել։ Չի կարելի, դի պետք է ցունավորես բերանը, որովհետեւ ինքը ալյուրի պարկ է, էլի։ Արա մի պեսակ ալյուր է։ Ասում եմ, հա, սուդելա, արա դες օգտած էի։ Գալիս եմ դու պարկում եմ, ու ալյուրը լցնում եմ առաջ բերանես։ Արա ու ինքը բաներ ազնվա մորու համով էր։ Ու ծամում է։ Ազնվամորու համով մագնի չի։ Բուլկի ասարկը։ Չէ, լինում է։ Ու ատամներից է կպնում։ Ինքը սենց շաքար։ Չի կարելի ջուր խմել։ Արա հասնում չի կարելի ջուր խմել։ Արա ես Ինչեր այսօր ջուր չի խմել։ Արա նենց խելակ, որովհետև ուզում եմ ազդի ինքը, որովհետև ինձ թվաց, որ ջուր խմեմ, ջրով չի ազդի։ Կբացի ջրով։ Բայց ես ծամում, ստեղից թափվում է։ Արցած։ Շատ մեծ է։ Կոկորտս քերելով սենց արուն լվիկ սենց բար։ Արուն լվիկլն է շուշուտ է մոտը։ Տենց խմում եմ, ուտում եմ, կներեք, ուտում եմ էդի, պարկում եմ, որ միշտ քնելուց առաջ ես մենք պարկում ես, մած երախոսով ուզում ես թեքես բան, մտնում եմ Instagram, տեսնում եմ մի հոգի աղջիկ գրել է Ռոբերտ ջան, դեղատան են աղջիկն է, սխալ եմ ասել, պետք է ջրով էդի անել։ Լավ լուրջ ես ասում։ Լավ լուրջ ես ասում ու դիմացից գրել էր շտապ։ իրենք հատ վասկրից։ Ես այդ շտապը տեսա, ասաց երևի ինչ-որ բան ա եղել, մտա, ասաց սխալ եմ ասել, էդի կներեք, բան, գրեցի մենակ մի բան, ուշա։ Ուշա հենց հիմա ինձ հերձում են։ Արա գրեցի պրոստը ուշա, որովհետև կերել է արդեն այդ մագնին։ Այդ դեղից Գունա պատել էր։ Հիմա ունես դեղ։ Որտեւ ինձ պետք է այդ դեղից ես էլ 4 օր չեմ քնեմ։ Կտամ։ Ես բայց հարց։ Ասայի չի պատճառով։ Երբևիցե ավետի հետ մնացել ես նույն մատուռում։ Ինքը չէ։ Որտեւ ավետինը սենյակ չի, մատուռը։ Խրմպաստում, հա։ Խրմպաստի։ Խրմփ չի։ Նայ շուտ էի գնում, որ հասցնեի քնեմ, որովհետեւ ավետը գալիս չի խր, ապա ինձ թվում է չարքերը գալիս են հետևից։ Չէր գնում։ Առաջ օրաս երևի շոր բան է եղել, մտել են երևի իպրացի բիդույններ եկել են տանում են, ավետ ինչի ուզում գնա։ Այդ ու հասկացա չէ, պետք է համակերպեմ ես այս մտքեր, ես պետք է մնամ, ապա 3 օր վերջի օրը մի քիչ գոնե նվազեց այդ։ Արդեն վերջը ջրի մեջ ենք մնացել։ Առաջին մի կանորը պատերազմում էի, այդ դեղից կա, Դեղից է ուզում ասել, նույնիսկ եթե կա այդ դեղից, երթում եմ։ Կաթիլային Սեմ մի քիչ ականջներից բան, սա քսե, որտեվ իրոք քունս խանգարվել է։ Ռոբը հանճարեղ տղա է։ Շատ, եկեք Ռոբին ծափարենք, Ռոբը հանճարեղ տղա է։ Ես իրոք մի հանճարեղ գիտեմ, մեր իրականության մեջ դա Ռոբն է։ Լավ դե ցավը վերջացրեք։ Ավետ նստի։ Ինքը շատ բաներ չգիտի։ Կարա դա էլ չի։ Ասում եմ Սուտա։ Մի հատ բայց Բայց քիչ է ասա։ Լավ, ես կարող եմ ասեմ հավատում եմ, որ դու Չէ, դուք արդեն ասել եք, որ չեք հավատում, Ես ավետը չեմ դեռ չի հավատում, ես ասել։ հավատում եմ, որ Ռոբը հանճարեղ է։ Հա, բայց այս պատմությանը չես հավատում, բայց հավատում ես, որ հանճարեղ է Ու կարա խաղա այսենց արագի մեջ, որտեղ դե Ռոբը Արտիստ եմ։ Շիրվանզադեի արտիստ եմ։ արտիստ։ Լավ, մեր թիմը չի հավատում այս պատմությանը, բայց ես հավատում եմ։ Մեր թիմը ասում է, որ սա սուտ է։ Իրականում իրոք էլի Ավետ ջան, Լիլիթ ջան, այս պատմությունը ցավոք ճիշտ է։ Ռոբուրևը դու հանճարեղ չես։ Շանս համար վիրտուալ իրականության ակնոց եմ գնել, արդեն 2 օր է վայելում է։ Օ, բալի համար փուճուրեն։ Պուճուչի բալին արդեն մեծ տղա է։ Բալին փուճուր։ Վիրտուալ իրականության ակտոց է ինքը հագնում է եւ ինչա տեսնում։ Դու որպես շուն, ինչ ես կարծում։ հետաքրքիր է, ի՞նչ է տեսնում։ Բայց ասա էլի։ Եթե ինչ-որ բան տեսնում ա, տանկ անդոյի։ Վիրտուալ իրականության ակնոցը ունի շատ
բազում ֆունկցիաներ, նա միշտ չի որ նույն բանն է տեսնում, դու կարաս ընտրես ինքը ինչ տեսնի, այսինքն եթե դուք տանը չեք, ակտոնստերը երբ որ նրա վրա ամրացրած է, դու կարող ես իրան ցույց տալ այն բակը, որտեղ նա դուրս է գալիս իր կարիքները հոգալու, եւ նա իր կարիքները հոգա տանը, բայց ոնց որ այդ հատկացված տեղում, որտեղ նա փակված է, որտեղ սովորաբար չի սիրում անել, տենց կարաս օգտագործես, երբ որ գալիս է զույգավորման շրջանը, կարաս 18+. Շնանալային վիդեոներ կարող ես դնես, շնանալնի վիդեոներ կա։ Եղել է, որ մենք ընտանիքով մի քանի օր երկրից պակասել ենք եւ նա պետք է մնար։ Պակասել չէ։ Կարտոֆիլ է կա։ Երկրից բացակայել ենք։ Շաքարավազ է կա։ Լավա ճասի մի քանի օր Թուղթես չէ սա։ երկրից ցնդել են։ Որպեսի շուն այդ պակասը չզգա։ Երկրից բացակայել ենք։ Որտեվ մի բան խոսում ես, բայց զուգահեռ մտածում ես ուրիշ բան դրա համար։ Եղել է որ օրերով բացակայել ենք երկրից, որովհետեւ նա մեր կարոտա առնում, որտեվ եղել է նկարներ են թողել, բայց չի նայում։ Այդ վիրտուալ ակտորները քեզ ու Մարիանն նային, ասած։ Մենք դանդաղ ծորենի արտերով վազում ենք։ Տենց արևը որ ընկնում է կադրը դու սա գալի վարող դեմքով, տենց բան ենք սիրում։ Եվ գալիս են տնում PUBG-ա խաղում շուների համար նստած։ Անդրանիկ ջան, ակնոցների գծով քեզ բաց սկզբից հարցնանք։ Ինչ ես կարծում, կա այդպիսի ակնոցների բան, որ բալին Գարիկի շունը դնում է եւ ինչ ուզում տեսնում է։ Դե կարծում եմ կարա լինի։ Եկեք այս անգամ հավատամ։ Հավատանք։ Այո, ես հավատում եմ։ Լավ տղա է, հավատում եմ։ Ինչա եղել։ Ջրաֆո։ Գարիկին Հավատում ես այս ես պատմության արագ, Գարիկին բայց չէ։ Չէ։ Հավատում ես չէ։ Ես Ռաֆոյի հետ եմ նորից համաձայն, այս Չկան հարցեր։ պատմությունը այս պատմությունը սուտ է։ Սուտ է։ Այս պատմությունը լկտի սուտ է, ես կասեի։ Լկտին դու ես, բայց պատմությունը այո սուտ է։ Բարձր տափարը ավե։ Մեր հաղորդման գործընկերն է Step by Step Group-ը, որի Step Construction նախագծին դիմելով դուք ստանում եք պատրաստ մտածված բարձրորակ վերջնական արդյունք առանց ավելորդ հոգսերի, իրականացնում է առանձնատների, բազմաբնակարան շենքերի, հյուրանոցների, ինչպես նաև բնակելի հասարակական եւ արտադրական նշանակության տարածքների շինարարական աշխատանքներ, որակավորված ճարտարապետներն ու դիզայներներն ապահովում են ինժեներական ուսալիություն, ինչպես նաև յուրօրինակ ներքին, արտաքին եւ լանդշաֆտային դիզայն։ Ապեր հորս տարել, սաղ տներ հետ է կապված ձեր հովանոները, բայց կինի պեշ փող ծախսի արան։ Բա ընկերները որով է համարեն արան։ Դու մեզ ընկել չես։ Մեր թիմից կարդում է իր պատմությունը պատմում է Անդրանիկը, ես կարդամ նրա փոխարեն։ Դահուկ։ Նվագող աղջիկը։ Դահուկ նվագող աղջիկը։ Դահուկ քշելիս։ Դահուկով սահելիս վրաերթի եմ ենթարկել ռուս աղջկա։ Այո։ Ինստրուկտորի հետ էր, ոնց էր դահուկ քշում։ Հա, ինստրուկտորի հետ եմ քշում, դահուկ։ Ծաղկաձորում, այո, Ծաղկաձորում ինստրուկտորի հետ դահուկ եմ քշում արդեն մոտ մի 12 տարի առաջ, այսինքն սկսել եմ։ Քեզ համար ազատում են մի պալասա, թե դու Չէ, բոլորի չէ, ինձ ինստրուկտորը ասում է ձախ աճ, ես գնում եմ ձախ կամ աճ, Որտեղ ինստրուկտորը բայց նաև եթե դեմքով նայում եք ձեր դեպքում Ծաղկաձորի ճոպանուղուն, ձախ մայրուղին, հա, տրասան, ես անգիտ գիտեմ ու կարող եմ մենակ իջնել, այնպես որ։ Բայց այս պատմությունը հուշում է, որ չէ։ Քանի որ ռուս ես։ Հետո մի ամիտ վայրի ռուս էր ելել։ Հետո մի ամիտ վայրի ռուս է, հա։ Իսկ ոնց իմացաք, որ ռուս է ընկել դահուկի տակ։ Նվնվոց լսեցի ձներից։ Ահ, դու գիտես ոնց են նվնվում ռուսները, անամոթ։ Կինես նստած է։ Ինես ջան, Ես ասեմ, կինես կարատեիստ կայա, սև գոտին, այնց որ ավետ ջան, փուրը միտու, աղ, տուն եմ գնալու հələ։ Որը միտու ռուսներին։ Հա։ Այսինքն դուք մի հատ ոնց որ զմփոց եք լսում։ Հա, ձախից հարված եմ զգում։ Հա, ինքն է ձեզ հարվածում։ Դե չգիտեմ հիմա դա ոնց եղավ, կամ ես իրան, կամ ինքը ինձ։ Հա, զմփոց ու գլորվում եք։ Հա, տենց ընկնում ենք բան, հետո հելնում եմ, փորձում եմ գտնեմ, մանեմ գալի, ու ձենի վրա գտնում եմ ռուս աղջիկեր, ու հետո բանը մոտեցա, որ իմացա սպիտակ է հագած շորերը։ Հա։
դե սպիտակ հագած դահուկ քշելը կարծում եմ մի քիչ բան է, ոչ խելամիտ որոշում է։ Որտեվ կարա չերևա։ Նախ առաջ երբ ուզեմ ծափա արեմ այդ որոշման համար, եթե իսկապես դահուկ եք քշում դուք, այդ ֆանտաստիկ, ասենք, որոշումը իրականացնելն է բաչում։ Եթե չեք քշում արեք։ Անդոն ֆանտաստիկ է, որպես տեսողական խնդիր ունեցող տղա, սենց ակտիվ, սենց հումորով, սենց կայֆավա տնող ինքը իր այդ ինքնահեգնանքը, դու ֆանտաստիկ է, Անդոն։ Բրավո, մենք բոլորս ծափարում ենք բացի մի հոգուց, ինչ ազգիցան է, կարա Չկա հարցեր, հավատում եք, այս պատմությունը ճիշտ է, թե ճիշտ չէ։ Դու ասա, մենք ես քաշել ենք անցած անգամ, Դուք ասեք, ես իմ կարծիքը ունեմ, բայց կարևորը որ ես կարծում եմ, որ սուտ է։ Սուտ է։ Լավ, ես հավատամ այս պատմությանը։ Հավատակ, այս պատմությանը ես էլ եմ հավատում։ Դե ուրեմն մենք որոշում ենք, որ ինքան անհավանական պատմությունն է, որ մեր վրա փորձ են հիմա անում, իբր մենք կտել թե ճպել։ Հա, բայց մենք կտել։ Մենք կտել։ Այո, մեր պատասխանն է կտել։ Հիմա դուք հավատում եք, թե չէիք Հավատում եմ, հավատում։ Շատ իզուր, որովհետև այս պատմությունը Այո։ Բրավո, այս պատմության մեջ ենք ասեմ, ամենաանհավանականը իսկապես ռուս քցելը չի։ Եկեք Անդոն եւս մեկ անգամ ծափարենք։ Այո, բրավո Անդոն։ Այո, մեկ միավոր ձեզ խնդրում եմ։ Ավետեք ձեզ մեկ միավոր։ Ավետենք երկրորդ միավորը։ Անդո դու գժություն ես, մալաձեց լղճի։ Ծափարենք Անդոյին ես նման Էդի հələ դե ինչ է, էդի ցվիտոչկի։ Ավեջան դուք եք։ Եթե ես ինչ-որ մեկի վրա զայրանում եմ, նրան ձոնում եմ վիրավորական բանաստեղծություն։ Արա ինչ լավն է, խնդրում եմ Կամ հարգելի։ եթե բանաստեղծություն չէ, գրքով շպրտում է ձեռքը ծակում։ Ես ուզում եմ հիմա ավետին վիրավորենք, ջղայնացնենք, Չէ, ես խնդրում եմ, չէ, ես խնդրում եմ։ Այո։ Խնդրում եմ ձոնին ինձ բանաստեղծություն տխմար տականք։ Ես պարարտ հող եմ տալիս քեզ, որ դու ձոնես այ անինքնասեր գավնյուկ։ Այո։ Նա ձոնի դեմքին էլի ամպերական։ Ձոնի Գնացինք։ Քո միզամուղից ես կվերցնեմ պրոբ։ Տականքը դու ես, ռոբ։ Հիմա Ռաֆջան վիրավորի որ իպատ Կոմիզամուղը մեկը կանի հավ-հավ, որտև դու ես տականք, Ասա դու շատ թույլ ես և ոչ ձիգ, Ռաֆո, իդի նավիկ։ Մենք օրթախ ենք վիրավորում, մարդկանց։ Ապերից դու չես դա իրանք օգնում են, իդի ես օգնում։ Բայց ես ինչ օգտեմ իրաց պատմում չի։ Վիրավորում արեք։ Ոչ ես իմը բանաստեղծական չի։ Ապերը դահուկ դե պետք ցիտակ։ Հատ խնդրում եմ Անդրանիկին։ Անդրանիկ, վիրավորիր ինձ։ Վիրավորել։ Վիրավորի որ ի պատասխան զայրույթը գա, ցասումը գա այնտեղի, ցասման ողկույզները գա քեզ վրա։ Վիրավորեմ Ավետ Բարսեղյանին։ Իհարկե։ Թուրն եք։ Դուք այ անտաղանդ։ Շփենք բան մի ասա։ Չէ, բայց բանաստեղծություն պիծոնեի։ Չես մեկը Բայց շատ։ հիշի, բայց բանաստեղծությունը ձոնելուց հիշի կինս կարատեիստ կաս։ Նկատեցիք ավետը կոշիկի տակից կոշիկ էր ակել։ Ես իրոք մտածում որ ճանաչելով ավետին մեծ են ավետ։ Կարծում ես պատմությունը ճիշտ Արա է։ դե թող հարցես Վերջ ես, վերջին, մի րոպե, վերջ։ Այս որոշելու փուլը պետքա լինի լակոնի։ Յանի մեկը կույրան, մեկն չի խոսում։ Խոսում եմ չէ տողում արա։ Կախկազորից Ֆելեքսն է որ չխոսամ արա։ Ինչ անցեցամ։ Արա ես որ Տղաներ, մենք մի թիմ ենք։ Մի րոպե, լակոնիկ պետք է լինի, լակոնիկ։ Լակոնիկ։ Ճիշտ է։ Ճիշտ է։ Ճիշտ է։ Այս պատմությունը ճիշտ է։ Եվ ուշադրություն այս պատմությունը, իմ սիրելի եռյակ, այն կապիկի դեմքով կպի։ Սուտ է։ Ավետ։ Ես քեզ աշկես մեկա թողեի մտածեի։ ապերած բայց չթողեն խոսամ ասես սուտ արա։ Մենք սխալ գուշակեցինք միավոր չի։ Որովհետև այն տողերը, որոնք ես գրում եմ սիրո համար են։ Ես
Նախ չեմ զայրանում, որովհետև ես թքած ունեմ։ Դե ինչ առաջին փուլը ավարտեցինք, 2-2 է հաշիվը։ 2-2 է, բայց չենք ընկճվում։ Չենք ընկճվում եւ սահուն կերպով անցնում ենք երրորդ փուլ։ Մեր հաղորդման գործընկերն է Գլովոն։ Գլովոյի հետ ամեն ինչ դառնում է հասանելի րոպեների ընթացքում սնունդ, մթերք, դեղատներ, նվերներ, ամեն ինչ մեկ հարթակում։ Մնում է միայն, նաև կարող է Գարիկը իր գեղեցիկ վեգանական սիբեխափի պերթական համեմունքները գնել Գլովոյի միջոցով։ Մնում է միայն ներբեռնել հավելվածը, իդեպ Գլովոն ունի հատուկ նվեր մեր հաղորդման դիտողների համար։ Եթե դեռ օգտատեր չեք, Երբեմն առաջին անգամ եմ կարդում ուշադրություն։ Եթե դեռ օգտագիր չեք, օգտագործեք Ռոբերտիկ պրոմո կոդը։ Արա գլովը օգտագործեք Ռոբերտիկ պրոմո կոդը եւ 22000 դրամ զեղչ Շատ էժանով են վիրավորում քեզ։ առաջին պատվերի համար։ Արա պատես արա։ Ընդ գագը։ Մեր գործընկերն է Արարատ կոֆե բրենդը։ Արարատ սուրճը ամենահայկական սուրճն է, որն իր համային հատկանիշներով գոհատի Ամենակամասարներ ուզում Արարատ սուրճից։ ամենակամած սրճասերին։ Հիմա հասկանում եք, թե ինչի է քաղաքը Արարատ սուրճ խմում։ Հարցրեք ձեր մոտակա խանութներում եւ անպայման փորձեք ու մեզ կոմենտներում կարծիք գրեք։ Այս նվերները, այո, այս նվերները մեր հյուրերին չտես Ռաֆոն արդեն։ Չտեսը ես էի մեր մեջ։ Լավ է, լավ։ Անդրանիկ ջան, այս գեղեցիկ տուփը արդեն քեզ unboxing է արել։ Գարիկ ջան, քո հյուրերի համար նույնպես։ Իրոք, Նույնպես այս գեղեցիկ բաքսերը ունես։ Սա ձեզ։ Արագած կոֆե, հա։ Նայեք, ասում արագած կոֆե, հա։ Անդոյին Նացակի ասում։ Անդո կորը մենակ կոֆե, այս փողել են տվել։ Եկեք բարձր ծափարություններով դիմավորենք կասկածելի հյուրին։ Լիլիթ ջան, հերթով կարդացեք։ Դու Լիլիթը լինի։ Լիլիթ ջան կարդացեք, ինքն է կարդում։ Ես եմ։ Իմ զույգ քույրիկն է, պատմությունը սուտ է։ Տաթևնա, մենք միասին ամեն նոր տարում քաղաքի տարբեր տոնածառներից գողանում ենք խաղալիքներ։ Ես արդեն համաձայն եմ։ Տաթևնա, մենք միասին գնում ենք նույն Վարշավիրի մոտ։ Գավրոշ։ Տաթևնա, ես Տաթևին սովորացրել եմ պուլպուլակից ջուր խմել։ Ինչ սիրուն է։ Կարամ ես կո։ Ավետիս։ Տաթևնա նա իմ փոխարեն ներողություն ախնդրում մարդկանց։ Նա իմ փոխարեն ներողություն ախնդրում մարդկանցից, ինչ զբաղված մարդ է։ Այդ վիրավորանքներով բաները գրելուց։ Լիլիթից սկսենք, հերթով հարցերը տանք։ Լիլիթ ջան, ամանորին տարբեր տոնածառներից խաղալիքներ եք գողանում։ Այո։ Բայց խնդրում եմ, նշիր բացի Հանրապետության հրապարակի տոնածառից գողացել եք իդեպ։ Չենք կարողացել։ Բայց թույլ եք դա ուժը։ Մի քիչ շատ ավելի ճիշտ ռիսկ չարեց իմ հետ գողանալ։ Որտեղից եք գողացել։ Խնդրում եմ տեղերը։ Վարչական շրջանները, հերթով, որովհետև վարչական շրջանի ղեկավարները հիմա գժված նայում են։ Որտեղ այն կալորը։ Աջափնյակ, Ահա։ Մալայսիա Սեբաստիան, Այդ շատ վատ։ տարբեր քաղաքներից, մենակ Երևանից չէ՞ էլի։ Տես հյուրա խաղերելով եք, հյուրա խաղերով։ Այն մատ գնանք ապարանի տոնածառենից լավն է, հա։ Քաղաքներում ավելի հեշտ է, որովհետև այնտեղ վերահսկողությունը կամ հենց այդ շուրջը տենց շատ փակ չէ, էլի հերբից։ Ամեն որ ձեր հետևից ուզում են վազեն ընկնում են փոսերը, չեն հասցնում, էլի։ Էդի քաղաքում։ Քանի Քաղաքներում ասեց։ Քանի հատ ունեք արդեն գողոնը, քանի հատ է։ Մոտավոր մի Տարին գիտի։ 7 հատ կլինի։ 7 հատ գողանում։ Բայց գողանում ինչ եք անում, տանում ձեր տոնածառն եք Ուղղակի զարդարում։ պահում ենք։ Չէ, չեմ զարդարում։ Ում տանն է, Տաթևից թե ձեր, թե կիսում եք։ Մեր։ Ավարը ոնց է։ Մեր տանն է։ Հա ձեր տանն է, պես Միասին հավաքվում զնց։ Բայց ոնց է գնում եք ուղղակի հանում եք այդ ճյուղի վրայից ու Ես մի տեսակ հիմնականում
Հավատում եմ, ինչին գիտես, որովհետև նա իրար նման էր, եթե գողը բռնվում է մեկը, գցում է մյուսի վրա։ Հերվի չերև մով։ Ոստիկաններին Լավ, եկի ասենք Սեզ դա փախ, բայց ու փախ, մի ոք երա։ Էս այ կոմբրա, չէ, կոմբրա։ Արա, ոյ քորերի չբռնին կա։ Բայց ձեր համագործակցությունը մենակ նոր տարվա շրջանակներում է, թե ասենք ուրիշ Նա եթե սեզոններում չգիտես, ասեմ, մենակ նոր տարուն են տոնածառ դնում։ Բայց Մեր համագործակցությունը միայն տոնածառների, խաղալիքների սպասում եք տարին անց։ Տոնածառի խաղալիք, ամենագեղեցիկ տոնածառի խաղալիքը որ քաղաքում կամ վարշական շրջանում է եղել։ Կապանից։ Կապ- Սենց մեծ։ Կոմանել եք։ Որոք հոսել եք Ես կապանից։ Հա, ասել եք, բայց մի հատ բան ասեմ, հետաքրքիր։ մեծ գագաթի աստղեր։ Մի հատ ծիծաղելի բան ասեմ, մի 10 երևի 15 տարի առաջ երթվում եմ հրապարակի գլխավոր հանրապետության հրապարակի տոնածառի խաղալիքը Կլդոնը գիտեք ինչ վերցրել էր։ էի։ Չէ, խաղալիքը գիտես ինչ էր։ Գնացի մոտեկից նայեմ, այն կլոր թաներ կային, հիշում եք, այդ կլոր թանի շիշներն էր կա։ Երթվում եմ ամբողջ տոնածառը թանի կլոր բաներ։ Դրանից տարել եք, Բա ավետ ջան։ Դրա համար է տենց տարիներ Բա, եկի որ ավետ ջան։ տարիներ։ Էդի ասում է 10 տարի առաջ։ Բա Ոնց չջարդել սրա գնոջը։ Անասեցություն կգրենք հեսա։ Կարիկ ջան, սովորացրել ես, Տաթևին սովորացրել ես պուլպուլակից ջուր խմել։ չգիտեր, հա։ Ոնց, այսինքն, ճիշտ կռանալ։ Շուրթերի ու երկաթի հպումը։ Չէ։ Ուրեմն մի օր գործնական հանդիպում ունենք, որտեղ ինքը մոդել է եւ նաեւ Որտեղ ես ծանոթացել։ մոդելներին պրոյեկտի շրջանակներում պետքա մոդելներին նոր սկսնակներին դեֆիլե պետքա սովորացնել ոնց են անում։ Երբ որ հանդիպեցինք ու քայլելով գնում էինք դեպի որտեղ որ պետքա հանդիպեինք աղջիկներին, ոնց որ ընթացքում ամեն տես հարցեր է տալիս, որտեղ ոնց որ ինչ լարված նոր ծանոթացած վիճակ էր, դե լուրջ չէ ուզում քայլել, ասում եմ դե ոնց է քայլում, բան սկսեց շատ հոգեբանություն է ամեն ինչի մեջ մտցել, որ իրական դրա մեջ կա հոգեբանություն, ոչ թե քայլքը պետքա սովորացնես, այլ տրամադրվածությունը սովորացնես քայլ։ Հեսա կասեմ։ Քայլքը ինքը իրան կգաբար, լսում ասում ես ինչ խորացած այս աղջիկը ու այդ պահին ոնց որ հանդիպեցին պուլպուլակի, որ ես ուզեցա ջուր խմեմ ու շոկ էր, ենթադրեցի որ ինքն էլ կխմի։ Տաթևին փողոցով քայլում եք դուք Այն երկուսով։ հրապարակի մոտից Պուլպուլակ դիտեմ եք դիմավորել է, մանգալի։ պետքա բարձանայինք Պուշկին։ Ահա։ Տաթևից Դու ասեցի, Տաթևը քայլելով, որ դու երբեք չես քայլում։ Դու քայլել չգիտես։ Լավ, հետո։ ուր ասանք։ Պուլպուլակին հասանք։ Հա, պուլպուլակին ասանք, ես ջուր խմեց, որտեղ ինչով է ասում ես ինչ շոկ է, այս ինչ շոկ է ծարավեն բան, պուլպուլակից չխմեց, այն հրապարակեն։ 7 աղբյուրից։ Բազմա պուլպուլակյան մասը։ Ասի ինչի չխմե, ինչի չես խմում, ասեց որտեղ անհարմար, ասի դա անհարմարը որն է, բան մի խոսքով հասկացա, ինքը իսկականից ոնց որ այդ դիրքից վատ ազգում։ Ասել ասի ձև կա պուլպուլակի ջուր խմելու աղջիկների։ Ցույց տուր մի հատ կանգնի։ Պատկերացրա սա պուլպուլակա, այս բաժակը, այս վիվայի բաժակը պուլպուլակա, արի խմի ստեղ։ Արի։ Արի։ Պատկերացրա, էս շոնակ, էս բարձա, էս է պուլպուլակը։ Այս մարդը գլովոյ է այդ։ Խնդրում եմ։ Էս է պուլպուլակը։ Հիմա ես հասկանում որ իսկապես անհարմար է, որ ինքս տղաների պես է դիրքով ջուրը խմի, դուր չէր գալիս։ Սկզբից ցույց տու ոնց ես խմում։ Տղաները ոնց են։ Նորմալ ախպեր, մենք ցույց խմում ենք, չէ՞։ Բայց աղջիկը կարճ էր, ակաշ չէ, ասացի դրան ձև կա, ասացի հիմնական կներես մեջքով եմ կանգնած, որտեվ ինքը այնքան նուրբ հոգի ունեցող հոգեբանություն ունեցող աղջիկ է, տես հիմա։ Ասի գայս ես պուլպուլակի մոտ, թեքվում ես, այսպես եւ sense կնես։ Էդի ամեն շատ ոնց որ հարգես պուլպուլակը, էդի չա։ Բայց Խոնարհվում ես։ Լսի, ուրեմն կա այդպիսի դասընթացներ, օրինակ, եթե աղջիկա մոտից գիրքը ընկնում է, կամ մի բան ընկնում է գետնին, աղջիկը սենց չի վերցնում։ Դե բնականաբար։ Եթե սենց, աղջիկը սենց է վերցնում։ Այդ Հիմա որտեղ ես է այդ հիշելով 3 աղջիկ ունեմ։ Ահա։ Այդ հիշելով, էս է պուլպուլակ, այդ հիշելով հիշեցի, որ կարելի է պուլպուլակ կոչտել սենց խմի որյան անարմար է։ Դա իսկական Մենք մի գնամ այդ հարց տամ, մոտիկից հարց տամ, հետարի հարց տամ այդ։ Չգնաս, Ու դու քո տղա հալով աղջկան դες խորհուրդ ես տալիս, ինքը չգիտի։ Աղջիկա մեծանում ադանեն։ Աղջիկը մի տարեկան է իրա, ընդհանրապես ես չունեմ այս խիստ հայրա։ Աղջիկ ունի պուլպուլակագիտություններ գալիս է։ Բայց արի ավետին էլ լսեմ։ Ավետին էլ լսեմ։ Չէ, լսում ենք, մի րոպե։ Ավետ ջան։ Ավետին ենք լսում, ավետ ջան, ասես։ Քանի որ ինչ որ
տարիքից սկսած ես հասկացա, որ ես մենակ չեմ հասցնելու, ներողություն խնդրեմ մարդկանցից։ Դիմեցի մեր հարևանի երրորդ հարկի, մեր Անուշիկի քրոջը։ Իսկ Փողով։ մի վարքյան։ Անուշիկն էլ փողով։ Չէ, փողով չէ։ Ինչ ումա ներողություն խնդրել ու ինչ տեսքով Բարբեր, ես միտեղ գնացի, այսօր օրինակ ինքը ներողություն կխնդրի Անդոյի տիկնոջից։ Դե ինչ որ լինի, այսօրվա մեջ ինչ հավաքվի։ Չէ, այսօրվա չէ։ Օրվա վերջում ինքը Օրվա վերջում։ Այս մի ամսվա մեջ ինչ է արել։ Այս մի ամսվա մեջ չի եղել, այս ամսվա մեջ։ Այս Դա ասա տարի։ վերջինն է, էլի, Այս տարի։ Իսկ ինքը ո՞նց է վճարվում, ոնց որ 32։ 32000 դրամ ամսական։ Ապա բանցի քիչ ես ընդունել գործ։ ամսական թե մի Շատ տարբեր ներողություն։ է լինում, դե Ոստա, ինձ ընդունի գործ, իմ թատրոնի աշխատավարձը 36000-ը։ Ամիսը մի անգամ Դու լավ չես խնդրելու, ախր Հոնգուր լացելով։ Չնից երկու օքել կբերեմ պապան ու հորքուրը։ Չէ, այս երեխու աչքերի արտահայտության մեջ կա իսկ լինեստ։ Ես մեկը հակված եմ այն մտքին հարգարժան Ռոբերտ, որ Լիլիթի ավելի մոտ ծանոթն է։ Էրիկա։ Պայմանավորվել էինք, որ պետք է կարճ խոսես։ Լե։ Հասկացա։ Անդես Ես մտածում եմ, որ այո, ինքը Լիլիթի տալն է։ Լիլիթի տալն է։ Այո, Լիլիթի տալն է։ Ես էլ եմ կարծում։ Եկեք արագ լինենք։ Արագ։ Եկեք արագ մենք որոշենք։ Մենք կարծում ենք, որ Տաթևը եւ Լիլիթը հանցավոր համաձայնության են գալիս եւ Հալանում են քաղաքի այո, նա գիտեք ինչ մերօրյա գրինչերն են, նրանք գողանում են ամանորը, ամոթ ձեզ աղջիկներ։ Դե ինչ, խնդրենք Տաթևը ներկայանա։ Ողջույն բոլորին, ես Տաթևն եմ եւ ես Լիլիթի հյուրն եմ։ Ողջույն երեխեք։ Բրավո։ Եվ հիմա Տաթևը ներողություն խնդրի համել ավետը հյուրը կլինի։ Շնորհակալություն Տաթև ջան։ Բայց իսկապես շատ նման եք։ Նման է, շատ նման է։ Սափարեք Տաթևին, սափարեք։ Նրանք կվերադարձեն Գողոնը խոստացել են, եթե հենց տոնածար զարդրողները խոստանան, որ իրենք էլ չեն գողանա ոչ մի բան սրանից հետո։ Ինչի եք գրում ձեզ երեք։ 3 չեն գրում մեզ։ Մեզ գրում ենք 5։ 5։ Քանի որ, այո, այս փուլում Մաղը չեմի սոր։ այս փուլում Երեք եք կոծվար։ Ռոբ, իսկ ես ընթացքում կարամ խոսամ։ այս ընթացքում այո, կարող ես խոսալ։ Դե ինչ, 5-2 հաղթանակ էր։ Այո, Շնորհավորում եմ Անդրանիկ։ շնորհավորում եմ։ Սա քո Անդրանիկ հաղթանակն է։ Սա քո Անդրանիկ Քո Անդրանիկ հաղթանակն է, Ռաֆայել ջան, շնորհավորում եմ Դու ձեզ։ Ռաֆայել հաղթանակ։ Շնորհավորում եմ եւ շնորհակալություն եմ այդ ձեզ։ Լիլիթ Գարիկ եւ Ավետիս։ Այո։ Շատ շնորհակալություն։ Ավետ, առանց նորից նկարեք։ Այո, նորից է Հիմա Ալա դուրը չեկա, մի հատ բարասեղցում կարող է հեսա մի հատ արագի մեջ գա։ Իմ անունը ինչ ես թիսով ասում։ Ավետիսը ավելի Կդառնաս Ես էլ չեմ գալուս դու։ Շնորհակալություն բոլորին, համարյա ոչ մի բանի համար։ Սիրում ենք ձեզ, կհանդիպենք հաջորդ շաբաթ։